Կարևոր իմ ցանկությունը, որ հնարավորություն տրվի, կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա հնարավորություն։ Մենք այս վիճակից պետք է դուրս գանք։ Դատարկ խոսալը, սուտ խոսալը, 8 տարի, սաղ ստեր, երբ նայես, մեկը մյուսի ասածին հակասումա չկա։ Այլ այսօր հնարավոր է դա կարգավորել։ Այսօր գիտեմ խնդիրը պրոբլեմը, առաջնայինը, որ այսօր պետք է ասեմ ձեզ, առողջապահությունը, չէ նորմալ չեն լսում։ Այսօր առաջնային հիմնական խնդիրը մեր ժողովրդի առաջ ծառացած պետք է առողջապահությունը եւ ուսումը լինի անվճար, դա պարտադիր է, որտեղ ժողովուրդը այսօր ի վիճակի չի, աշխատանք չկա, թոշակները ցածր կամ մի քայլ կատարող մի ամսով, 3 ամսով, որ դա պետությունը պարտավոր է անմիջապես կարգավորելու, ուսումը լինի անվճար, առողջապահությունը անվճար։ Եվ կարողանան ճիշտ օգտագործել գումարները, ժողովուրդ ջան, առողջապահության համար նախատեսված բյուջեում 700 միլիոն դոլար, բայց սա վճարովի է, գնում ես, եթե փող չունես չեն ընդունում, պետ պատվերնել կամ կգաս մի ամսից, կամ էլ հերթ չկա, կամ այդ հիվանդությունը պետ պատվերի մեզ չկա։ Ժողովուրդ ջան, 700 միլիոնը, եթե տեղին ճիշտ օգտագործեն, առողջապահություն լինի անվճար, տարեկան կարան 100 միլիոնի սարքավորում առնեն, 100 միլիոնի դեղորյա կեսին ինչ առնեն, աշխատողներն էլ ոչ է 80, 100, 120 հազար դրամ տան բուժքույրերին, այլ 500 դոլար իրենք ստանան, դեռ մի 200 միլիոն էլ կմնա, ցանկացած տնտեսագետ, թող ասի, իմ ասած թվերը բաժանի, այսինքն պետք է գումարը ճիշտ նպատակային ծախսվի, ոչ թե ծանոթ բարեկամին բյուջեն տալիս են 7 միլիարդ, 12 միլիարդ հիվանդանոցներին, նայել ոնց ուզում օգտագործում է։ Քաղաքացին իրավունք չունի գնալու, որ ասենք թե ասի, ես եկել եմ, հերթագրվի կամ արդեն պրծել է։ Դրա համար ես նորից եմ ասում, առաջնային առողջապահություն կրթությունը պետք է անվճար լինի։ Երկրորդ հերթին, որ ասում են 10,000 թոշակը ավելացել ենք։ Ջորջան, այսքան թոշակառու կա։ Այդ ավելացած թոշակը ձեզ բավարարում է, որ դուք կարողանաք գազ 10,000-ի ինչ ենք վերցնում, որ 10,000-ը տալիս, երկու բան ես վերցնում 10,000-ը ասում 10,000-ով կարաք մի հատ էլ եթե Կիպրոս գաք, հանգստանա գաք։ Ջորջան, այսօր ես այդ խոսում եմ հասկանալի լեզվով։ Ես սովորական ընտանիքից, 0-ից կայացած, փոքր միջին բիզնեսով, քայլ արած աշխատողի ղադրնել գիտեմ, ձևնել գիտեմ, կազմակերպել էլ գիտեմ, որ դա գործով ապացուցել եմ։ Կայացնվել եմ ես Հայաստանում, կայացել եմ ստեղ ու ամենակարևորը ամեն տեղ իմ ձեռագիրը թողել եմ։ Այսօր իմ սիրտը ցավում է։ Թոշակը եթե տալիս են, թոշակը պետք է տան միջին զամբյուղը 78,000 դրամա հաշվարկով, այս թանկության պայ, որ գոնե յոլա գնա մարդը, բայց ստանում է 35,000, 49,000, 49,000 միջին զամբյուղին չի համապատասխանում, որ դա 78-ը լինի։ Առաջնայինը պետք է ներքին զամբյուղը ապահովեն այդ մեծ խոսացողները։ Նոր դրանից հետո տարեկան թող 5,000, 10,000 դրամ ավելացնեն։ Մյուսը, այսօր մեր ժողովուրդը պարտքերի վարկերի տակ է, ժողովուրդ ջան։ Այդ հարցը լուծեք։ Ահավոր, ահավոր։ Ես 4-5 տարի ամուսում եմ, ես չեմ կարող պատմել։ Գիտեմ, ոչ թե ասենք թե անգին եմ արել, շփվում եմ օրը 100-200 մարդի հետ, լսում եմ։ Մարդիկ ունեն, ասենք թե վարկեր են վերցել, մենք ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու։ Այսինքն վարկերը ես դեմ չեմ, մարդը վերցնում է գործի համար, բիզնեսի համար, դրանց մասին չեմ ասում, այն մարդկանց մասին եմ ասում, որը եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, կորոնավիրուս, 2-3 տարի չեն աշխատել, եղել է պատերազմ, մարդիկ իրենց գոյատևման համար, սնվելու համար, առողջապահության համար, բուժվելու համար վարկեր են վերցրել։ Այսօր պետության պարտքը իրենց օրոք 8 միլիարդ ավելացել է, որ մենք կարողանանք 3, ոչ թե կարողանանք, որոշում է պետք։ Հիմա 15 միլիարդ է պարտք, դուք խաբար եք դրանից։ Դրանով աշխատատեղ հասարակվել, ձեզ տուն հատրվեն նորապսակներին, կամ չգիտեմ թոշակառուի միջին զամբյուղն է, ոչ, չգիտենք որտեղ է ծախսվել։ Բայց եթե 8 միլիարդ տարին 1 միլիարդ, կարել աշխատատեղերներ սարքել, կարել թոշակներ բարձրացնել, կարել կազմակերպել մեծ խոշոր
ասենք թե ներդրումային ծրագիր, որ նորմալ ժողովուրդը զգար։ Իմ ասածը 1 միլիարդ 100 միլիոն պարտքի վրա թողավելնա, ոչինչ, կաշխատենք, կփակենք, բայց կարողանում է 2 միլիոն 200 հազար քաղաքացու այդ ճայճից հանի, ներում շնորի, որ այդ մարդիկ իրենց վաստակածը թոշակը չպայեն, նոր ինձ հանդիպել է, ասում է 10,000 ավելացել է, 24,000 է ստանում, 34,000, 12,000-ը սպահում են, տուշ տուգանք կամ ինչ, պետք է բոլորը ջնջվի ժողովուրդ ջան, պետությունը պետք է ժողովրդից պահես, ոնց որ ընտանիքի հայրը իր ընտանիքին չկարողանա պահի, նույնն էլ պետության ղեկավարը պետք է լավ թիմ հավաքի, ոչ թե անփորձ երիտասարդների, ոչ մեկը քարին դրած չի, ձեռագիր չունի, պատմություն չունի, արդյունք չի ցույց տվել։ Դրա համար այսօրին ենք ժողովուրդ ջան, ամեն ինչ հնարավոր է փոխել։ Ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, բոլոր ոլորտներից կախված։ Հարկավոր է ճիշտ կազմակերպել, գումարը ճիշտ նպատակային, մարդիկ համ արդյունքը զգան, համ մնացածը կարող է իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքով պահել։ Ժողովուրդ ջան, սա իրենց ծրագիրը, ես ձեզ պարզ ասեմ, քանդում է պետությունը։ Եթե ասենք թե այսօր, այսքան հողեր ունենք, 480,000 հեկտար հող ունենք, անասնապահությունը վերացել է, մշակելը վերացել է, ընդհանուր մշակումը 140,000, այսինքն որտեղ ոնց կարելի է, այդքան հող ունեցողը գյուղնախարարությունը փակի, ասենք, ոնց կարելի է, գյուղնախարարությունը փակել նշանակում է գյուղացին ոչ մի բան չունենալու, հիմա ոնց որ չունի, պատի տակ նստած, դրամատություն չկա, գործ չկա, ոչ սերմ կա, ոչ փող կա, ոչ մշակելու համար, ոչ վարելու համար, ոչ ցանելու համար, ոչ էլ բերք ընդունելու համար։ Նույնը կամ 5 նախարարություն միացրել են, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, թող մեկը ինձ բացատրի, մի հատ եթե գործան ես աշխատացնում, գործանի դիրեկտոր ունի տեղակալ, ունի ցեխի վարիշներ, որ կարողանա, ոնց կարա մի նախարարը 5 նախարարություն ղեկավարի, կամ ասենք տեսօր կրթությունը ժողովուրդ ջան, մեր երեխաները նորմալ սովորում էին, 10 տարի, սոցիալական միության կրթական ծրագրով, ամբողջ աշխարհում ամենալավ ծրագիր, սարքել են Բոլոնիայի ծրագիր, 12 տարի, հիմա եթե մանկավարժ կա, ուսանողներ կան, թող ասեն, 2 տարի ինչն են ավելացել, գիտելիքն են ավելացել, անենց գրքեր են տպում, որ մարդիկ չեն ուզում կարտան, խեք փող է, կրթական դասագրքերը, ինչի համար, ինչ են ուզում ասեն, ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, մեկ էլ հիմնական խնդիրը, մենք անգամ չենք մտածել, որ կարող գանես մի ժամանակ, որ մեր իշխանության ներկայացները, որ ժողովուրդը վստահում է, հավատում է, սպասում է, որ Արարատին ռիսկ չանեն նայեն, Արարատ մեծ սարին, որ ցեղասպանությունից չխոսեն, Ղարաբաղից չխոսեն, որը դա լավ նշան չի ժողովուրդ։ Ես ասել եմ, ոնց որ սկզբից եկել էին, ես էլ ձեր հետ եմ այդ հեղափոխությանը մասնակցել, որ ամբողջ հրապարակը մի ամիս չէր դատարկվում։ Գնացել եմ հրապարակ, ասել եմ ժողովուրդ ջան, իրոք փոփոխություն էր պետք։ Ժողովուրդը ուզում էր, որ փոխվի, հեղափոխությունից արդեն հոգնել էին։ Ասել եմ ում եք ուզում, ասել են Նիկոլ Փաշինյանին։ Իմ պատգամավորներով մենք համաձայնություն ենք տվել։ Լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դուք էլ կաք, հիմա միացնեք, նայեք, այն ժամանակ ինչեր էր ասում։ Իսկ հիմա այդ ասածներից ժողովուրդ ջան, ոչ մի բան չի կատարվել, եթե մի բան կատարվել է, ասեք, ասեմ, այո, կատարվել է։ Ասում են դպրոց են կառուցել եք, 8 տարում 8 միլիարդ ծախսել եք, 59 դպրոց են կառուցել, 59-ից 26-ը միայն կառուցած է եղել, այդ մնացածը, որ կառուցել են, լավ են արել, դպրոց պետք է կառուցի, բայց այսօր այն վիճակն է, 230 այսօր փակվում է, այսինքն ժողովուրդը բացակայում է, պետք է նայես քո երկրին ժողովրդին, մատից փուշ անես, հնարություն տաս, մենք այսօր լավ որի չենք, առաջ ասում էին, Արցախը Հայաստանա վերջ, ասում են մենք եկել ենք Արցախը հանձնելու, մենք բացառված այդպիսի բան անենք, ինչ ստորագրեմ, իմ ժողովուրդը տեղյակ պետք է լինի, առանց ժողովրդի ես չեմ ստորագրում, ճիշտ եմ ասում, թե ոչ։ Իսկ հիմա ասում է Արցախը Ադրբեջանա վերջ, Արցախ մենք չենք ունեցել, սեն շարունակվեց ժողովուրդ ջան, կար ժամանակում նույնը ասելու են, Երևանը ոնց որ Ալիև ասեց, Երևան չեղե, Երևան ա եղել, նույն էլ 3 ամիս հետո ասել են ժողովուրդ ջան, Երևան չեղե, Երևան ա եղել։ Այսօր ես դա Ադրբեջանը, այդ կոչվոր ցեղերի
պետություն անուր 100 տարինակ պետություն են, բայց մենք 1000 տարիների պատմություն ենք, ժողովուրդ ջան։ Ամենակարևորը ձեզ ուզում եմ ասել, որոշողը դուք եք։ Հիմա մարդիկ վախում են գան, կնային, գործից կանեն, ակտը գրեն, աղբորը, հորը։ Ես ես բան չունեմ ասելու, կարևորը, բայց պետք է մասնակցեք։ Մեկ ասեք ում եք ընտրելու։ Գնացեք ձեր հոգու խղճի առաջ, ձեր երեխայի ապագայի համար, ձեր հայրենիքի համար, ձեր ձայնը տվեք։ Ում կհավատաք, ում կվստահեք, ով արած գործ ունի, ով խոսքը միշտ գործադարձ է։ Ես ձեզ շատ հարգում եմ, անկախ ամեն ինչից, ձայնել տակ, ես ձեր կարուկան եմ, ձայնել չտակ, ձերքից շնորհակալ եմ, ես ես իմ երկիրային ժողովուրդն են, ինչ կա ես անում եմ, պատրաստ եմ կարևոր արած գործնա, որ մնա ձեռագիր տուղես, որտեղ գնում եմ արած բան ունեմ, ով դիմել է արել եմ, օգնել եմ, իրականը ճիշտը դա, դատարկ խոսալը չի, դատարկ սուտ խոսալով ոչ երկիր կպայես, ոչ էլ ժողովուրդ կկերա